Ադրբեջանի պաշտոնական տվյալով Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական գործիչներն են։ Կեղծ մեղադրանքներով ու շինծու դատավարություններով Ադրբեջանը փորձում է աշխարհին համոզել, որ նրանք ահաբեկիչ են ու ռազմական հանցագործ։ Կա նաև բռնի անհետացած ավելի քան 80 գերի, որոնց մասին Ադրբեջանը հրաժարվում է տեղեկություններ հայտնել։ Ադրբեջանը այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023 թվականի զարգացումների հետևանքով գերեվարված, ձերբակալված, կալանավորված հայերին։ Իրավապաշտպանները բավարար չեն համարում գերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի իշխանության քայլերը, հատկապես մտահոգիչ են համարում օգոստոսի 8-ից հետո միջազգային հարթակներում գերիների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Վերջին երկու հնարավորությունը միջազգային հարթակներում, որը Հայաստանի վարչապետը կարող էր ունենալ, այսինքն ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում, դա մենք համարում ենք բաց թողնված, ընդ որում հնարավոր է, որ դիտավորյալ բաց թողնված հնարավորություն այդ հարցին անդրադառնալու։ Օգտագործվել է ընդամենը, այսինքն կես նախադասություն ընդամենը ասել վարչապետը, ասել է, որ պետք է անազատության մեջ պահվող անձանց հարցը հասցեագրվի։ Ինչը դրա տակ հասկացում, արդյոք մենք պահանջում ենք, որ այդ անձինք պետք է վերադարձվեն, արդյոք մենք ընդամենը ուզում ենք արձանագրենք, որ իրանք պահվում են, դատվում են, թե ոչինչ չունենք պահանջելու, այդ նաև միջազգային հանրությունից։ Երևանը Բաքվի հետ խաղաղության է գնում առանց գերիների վերադարձի։ Իրավապաշտպանները պնդում են, որ գերիների վերադարձից հետո է պետք խաղաղություն կնքել։ Վարչապետն ասում է, որ խաղաղություն հաստատելուց հետո վերադարձն ավելի հեշտ կլինի։ Ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդու իրավունքների կողմնակում խախտումները, պատերազմական հանցագործությունները, մասնական եւ մասնագիտական անկալմամբ, առասարակ խաղաղությունը առաջին հերթին նաև ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Ես այդպես եմ պատկերացնում առասարակ խաղաղության տրամաբանությունը, հատկապես գերեվարված անձանց վերադարձի մասով, ինչու են Ժնևյան կոնվենցիաները նախատեսում, որ գերիների անհապաղ վերադարձի պարտավորություն կա նաև հակամարտող կողմերի միջև, հենց ամբողջ փիլիսոփայությունը դրա մեջ է դրած, որ երբ որ դու դադարում ես ռազմական գործողությունները, դադարեցնում ես ռազմական գործողությունները, պարտավոր ես առանց վերադարձնել քմոտ պահող անձանց։ Ու դա կա հենց այդ խաղաղության կոմպոնենտներից, կարևոր կոմպոնենտներից մեկը կարծում եմ։ Իմ խորին համոզմամբ գերիների հարցի լուծումը իրատեսականորեն կարող է տեղի ունենալ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը։ Եթե պայմանագրի դրույթ չի դարձել գերիների վերադարձը եւ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո գերիները զրկվելու են իրենց իրավական պաշտպանությունից։ Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթներից մեկով Երևանն ու Բաքուն հրաժարվում են միմյանց նկատմամբ միջպետական հայցերից ու գանգատներից եւ պարտավորվում ապագայում էլ չներկայացնել։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ միջազգային դատական գործընթացները կշարունակվեն։ Հայցերից հրաժարվելը Կիրակոսյանը վտանգավոր ու ռիսկային է համարում, իսկ որոշումները շատ առանցքային, քաղաքական ու դիվանագիտական գործընթացներում։ Միջազգային դատական պրոցեսները ունեն հստակ ազդեցություն։ Իրանք վստահաբար ազդում են պետության վարքագծի վրա, վստահաբար ազդում են սահմանափակման պետության գործողության շրջանակները, վստահաբար բնականաբար ստեղծում են լրացուցիչ կապանքներ, քաղաքական առումով, ռեպուտացիոն առումով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել։ Վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 4-ը։ Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո Բաքվի բանտերում պահվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Պաշտպանների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան եւ չենք բացառում, որ այցելությունների շրջանակում մեկ անգամյա տեսակցություններ ունեցած լինի որոշ հայերի հետ, այս պահին ձեռնպահ մնամ մանրամասներ ներկայացնելուց։ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցնելուց հետո պետք է այլ մեխանիզմներ գործարկել։ Դրանք են հյուպատոսական ծառայությունները, որոնք գերիներին տեսակցելու իրավունք ունեն։ Բացի այդ, կա նաև ԵԱՀԿ մոսկովյան մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս ձևավորել խումբ եւ այցելելով գերիներին զեկույց պատրաստել նրանց իրավունքների մասին։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։